Երեկ կայացել է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմի կորպորատիվ միջոցառումը, որը դարձել է ոչ միայն աշխատանքային շրջանի ավարտի խորհրդանիշ, այլ նաև ջերմ ու հուզիչ հանդիպում այն մարդկանց համար, ովքեր ամիսներ շարունակ ապրել են նույն պատմությամբ, նույն կերպարներով ու նույն հույզերով։ Միջոցառումն անցել է բացառիկ ջերմ և ուրախ մթնոլորտում սիրված դերասանները, որոնք հեռուստադիտողները սովոր էին տեսնել լարված, երբեմն ողբերգական, երբեմն էլ հուզիչ տեսարաններում, այս անգամ բոլորովին այլ կերպ էին ներկայանում՝ ժպիտով, ազատ ու անկաշկանդ երգ, պար, անկեղծ ծիծաղ ու անսահման դրական էներգիա, ամեն ինչ միախառնվել էր մեկ երեկոյի մեջ, վերածելով այն իսկական տոնի։ Դերասանները չէին թաքցնում իրենց հույզերը, այս կորպորատիվը շատերի համար ոչ միայն հանգստի պահ էր, այլ նաև հրաժեշտ մի մեծ ճանապարհի, որ նրանք անցել էին միասին։ Ամիսներ շարունակ գիշեր-ցերեկ նկարահանումներ, ծանր գրաֆիկ, հուզական բարդ տեսարաններ, լարված սյուժեներ ու պատասխանատվություն, այս ամենը նրանց միավորել էր ոչ միայն որպես գործընկերներ, այլ որպես իրական թիմ, և հենց այդ միասնությունն էր զգացվում ողջ երեկոյի ընթացքում։ Երգ ու պարով ուղեկցվող պահերը հիշեցնում էին, որ նկարահանման հրապարակից դուրս այս մարդիկ պարզապես կյանքը սիրող, ուրախ ու ջերմ անհատներ են։ Շատերը հենց իրենք էին երգում, մյուսները պարում, իսկ ոմանք էլ պարզապես վայելում էին պահը, հիշելով անցած ճանապարհը, ծիծաղելի դրվագները նկարահանումներից, դժվար օրերն ու միասին հաղթահարած փորձությունները։ Երեկոյի ընթացքում հնչել են նաև շնորհակալության խոսքեր, միմյանց հասցեին շնորհակալություն համբերության, աջակցության, պրոֆեսիոնալիզմի ու ամենակարևորը՝ մարդկային վերաբերմունքի համար։ Զգացվում էր, որ «Վերջին զանգը» պարզապես հերթական նախագիծ չի եղել դերասանների համար, այն դարձել էր մի ամբողջ շրջան իրենց կյանքում, որը դժվար էր մոռանալ։ Այս կորպորատիվ միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սերիալի հաջողության հիմքում ոչ միայն հետաքրքիր սցենարն ու ինտրիգային զարգացումներն էին, այլ մթնոլորտը, որը ստեղծվել էր թիմի ներսում։ Երբ մարդիկ սիրում են այն, ինչ անում են և հարգում են միմյանց, արդյունքն անխուսափելիորեն հասնում է հեռուստադիտողի սրտին։ Երեկոյի ուրախ, անկեղծ ու ջերմ պահերը երկար կմնան դերասանների հիշողության մեջ, որպես գեղեցիկ ավարտ մի մեծ ու հիշարժան ճանապարհի, որը կոչվում էր «Վերջին զանգ»։ Դիանա Գրիգորյանի անունը տարիներ շարունակ ասոցացվում է հայկական հեռուստասերիալների ամենաբարձր նշաձողի հետ։ Նրա պրոֆեսիոնալիզմը վաղուց է դուրս եկել պարզապես սցենարիստ կամ հեղինակ լինելու շրջանակներից։ Նա պատմություն ստեղծող է, որը կարող է ամիսներ շարունակ պահել հեռուստադիտողի ուշադրությունը, հույզերը և սպասումը։ Առաջին հերթին Դիանա Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմը զգացվում է սցենարի կառուցվածքում։ Նրա սերիալներում գրեթե չկան պատահական դրվագներ կամ ավելորդ խոսքեր։ Ամեն արտահայտություն, ամեն դրվագ, անգամ ամենափոքր ակնարկը ժամանակի ընթացքում վերածվում է կարևոր հանգույցի։ Նա այն սցենարիստներից է, ով ոչ մի բառ հենց այնպես չի գրում։ Տարիներ անց հեռուստադիտողը հետ է նայում ու հասկանում՝ ամեն ինչ նախապես մտածված էր։ Դիանա Գրիգորյանը բացառիկ կերպով է աշխատում կերպարների հետ։ Նրա հերոսները սև ու սպիտակ չեն, նույնիսկ ամենաբացասական կերպարներն ունեն ներքին տրամաբանություն, անցյալ, ցավ ու երբեմն արդարացման փորձ։ Հենց այդ պատճառով էլ նրա կերպարները դառնում են քննարկման թեմա՝ ում են ատում, ում խղճում, ում սիրում, բայց անտարբեր չեն մնում ոչ մեկի հանդեպ։ Դա բարձր պրոֆեսիոնալիզմի ամենակարևոր ցուցիչներից մեկն է։ Նրա ուժեղ կողմերից մեկն էլ հոգեբանական խորությունն է։ Դիանա Գրիգորյանը հիանալի հասկանում է մարդկային հարաբերությունները՝ ընտանիք, սեր, խանդ, դավաճանություն, մեղքի զգացում, ներողություն։ Այդ թեմաները նրա սերիալներում երբեք մակերեսային չեն։ Նա համարձակվում է ցույց տալ ցավը, սխալը, կոտրված մարդուն և դրա հետևանքները առանց կեղծ փայլի կամ չափազանցված գեղեցկացման։ Առանձնահատուկ պետք է նշել նրա աշխատելաոճը դերասանների հետ։ Դիանա Գրիգորյանը կարողանում է բացահայտել դերասանի ներուժը, երբեմն նույնիսկ այն կողմերը, որոնք նախկինում չեն երևացել։ Շատ դերասաններ հենց նրա նախագծերում են ունեցել իրենց ամենահիշվող ու ճակատագրական դերերը։ Դա խոսում է ոչ միայն գրելու, այլ նաև մտածելու, տեսնելու և վստահելու ունակության մասին։
Պրոֆեսիոնալիզմի կարևոր դրսևորում է նաև ռիսկի գնալը։ Դիանա Գրիգորյանը չի վախենում բարդ թեմաներից, ծանր ճակատագրերից, երբեմն նաև ոչ միանշանակ ավարտներից։ Նա գիտի՝ հեռուստադիտողը սպասում է ոչ թե հեշտ լուծումների, այլ իրական հույզերի, և հենց այդ պատճառով նրա սերիալները մշտապես քննարկվում են, քննադատվում, պաշտպանվում, բայց երբեք չեն անտեսվում։ Վերջին զանգը սերիալը ևս մեկ անգամ ապացուցեց Դիանա Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմը։ Երկար ամիսներ շարունակ նա կարողացավ պահել ինտրիգը, զարգացնել պատմությունը, ստեղծել լարվածություն ու հուզիչ պահեր մինչև վերջին սերիաները։ Դա պահանջում է ոչ միայն տաղանդ, այլ նաև մեծ փորձ, կազմակերպվածություն և պատասխանատվություն թե թիմի, թե հեռուստադիտողի առաջ։ Դիանա Գրիգորյանն այն ստեղծագործողներից է, ով ձևավորել է ժամանակակից հայկական հեռուստասերիալի դեմքը։ Նրա պրոֆեսիոնալիզմը զգացվում է ոչ միայն էկրանին, այլ նաև այն ազդեցության մեջ, որ նրա նախագծերը թողնում են մարդկանց վրա, ստիպելով սպասել, զգալ, մտածել ու հիշել։